Ըստ խնդրի ունենք հետևել արտահայտությունը եւ պետք է գտնենք արտահայտության արժեքը։ Ինչպես գիտենք, նմանատիպ խնդիրներում տարածված մարտավարություն է կոտորակները ներկայացնել տարբերության տեսքով, որպեսզի ունենանք կրճատումներ։ Սկսենք փոքր քանակներից։ Փորձենք նախ առաջին գումարելին ստանալու համար 1/1-ից հանենք 1/3-ը եւ նկատենք, որ փոխարենը ստանում ենք 2-ը բաժանած 1 անգամ 3-ի, այսինքն շուրջ 2 անգամ ավելի շատ, քան մեզ անհրաժեշտ առաջին գումարելին էր։ Եվ նկատենք, որ նույն կերպ, եթե փորձենք երկրորդ գումարելին ստանալ 1/2-ից հանելով 1/4, կրկին կստանանք 2 անգամ ավելի շատ, քան մեզ անհրաժեշտ երկրորդ գումարելին էր։ 2 անգամ 1-ը բաժանած 2 անգամ 4-ի։ Եվ փաստորեն ինչ է ստացվում։ Գալիս ենք այն եզրակացության, որ ցանկացած եւ կենտ եւ զույգ x-երի համար 1/x-ից հանելով 1-ը բաժանած x + 2-ի ստանում ենք 2-ը բաժանած x անգամ x + 2։ Այսինքն յուրաքանչյուր գումարելիի փոխարեն ստանում ենք 2 անգամ ավելի շատ, քան մեր գումարելին է։ Հետևաբար հեշտության համար եկեք ամբողջ գումարը բազմապատկենք 2-ով եւ այսպես հաշվենք այն։ Եկեք նաև առանձնացնենք հայտարարում կենտ արտադրիչներ ունեցող եւ հայտարարում զույգ արտադրիչներ ունեցող գումարելիները, քանի որ կենտերը իրար մեջ են կրճատվելու, իսկ զույգերը իրար մեջ։ Սկսենք կենտերից։ Ինչպես արդեն պարզեցինք, մեր նոր գումարի առաջին գումարելին 2-ը բաժանած 1 անգամ 3-ին կարող ենք ներկայացնել 1/1-ից հանած 1/3 տեսքով։ Նույն կերպ հաջորդ հայտարարում կենտ արտադրիչներ ունեցող գումարելին 2-ը բաժանած 3 անգամ 5-ը կարող ենք ներկայացնել 1/3-ից հանած 1/5 տեսքով։ Եվ այսպես շարունակ մինչև վերջին այդպիսի գումարելին 2-ը բաժանած 97 անգամ 99-ին կարող ենք ներկայացնել 1/97-ից հանած 1/99 տեսքով։ Վերջապես կարող ենք կատարել կրճատումներ 1/3-ը 1/3-ի հետ, 1/5-ը հաջորդ գումարելու 1/5-ի հետ եւ այսպես շարունակ մինչև 1/97 գումարելին։ Արդյունքում այստեղ կմնա 1-ից հանած 1/99։ Հաջորդը դիտարկենք հայտարարում զույգ արտադրիչներ ունեցող գումարելիները։ Առաջին այդպիսի գումարելին 2-ը բաժանած 2 անգամ 4-ին, ինչպես գիտենք, կարող ենք ներկայացնել 1/2-ից հանած 1/4 տեսքով։ Նույն կերպ հաջորդ այդպիսի գումարելին 2-ը բաժանած 4 անգամ 6-ին կարող ենք ներկայացնել 1/4-ից հանած 1/6 տեսքով։ Եվ այսպես շարունակ մինչև վերջին այդպիսի գումարելին 2-ը բաժանած 98 անգամ 100-ը կարող ենք ներկայացնել 1/98-ից հանած 1/100 տեսքով։ Այստեղ եւս կատարենք կրճատումներ 1/4-ը 1/4-ի հետ, 1/6-ը հաջորդ 1/6-ի հետ եւ այսպես շարունակ մինչև 1/98։ Այստեղ էլ կմնա 1/2-ից հանած 1/100-ը, որին էլ գումարելով նախորդ կրճատումների արդյունքում մնացածը ստանում ենք 14651-ը բաժանած 9900-ի։ Սակայն սա դեռ վերջնական պատասխանը չէ, քանի որ այս արժեքը ստացել ենք մեզ անհրաժեշտ արտահայտությունը բազմապատկելով 2-ով, հետևաբար այն պետք է բաժանենք 2-ի, որպեսզի ստանանք արտահայտության արժեքը 14651-ը բաժանած 19800-ի։